Հայաստանում եմ գտնվում և 91-ից երբ անկախացել է մեր երկիրը, դժբախտաբար այդ օրերի քաղաքական խավը այդպես էլ չկարողացավ ձերբազատվել 70 տարիների սովետական միության բռնատիրական, ամբողջատիրական մտածելակերպից և փոխանակ դարիների ընթացքում կամաց թոթափվեր այդ ամբողջը, այդ մտածելակերպը, դեղի ունեցավ հակառակը, այսինքն 91-ից սկսյալ օրվա իշխանությունների օրոք, ասենք Տեր-Պետրոսյանի օրոք, եթե միջամտությունը կուսակցությունների մասնագի էր, ապա 96-ից հետո 98-ից հետո և մանավանդ հոկտեմբեր 27-ից հետո կարող ենք ասել, որ արդեն ամբողջովին վերահսկվում է մեր երկրում քաղաքական դաշտը։ Ուրեմն ականատեսը լինելով 90-ականների սկիզբ, ես լինելով նաև ինչ-որ չափով այդ ժամանակ նաև կուսակցական գործիչ, բնական է իմ գլխավոր ոլորտը ռազմական, պաշտպանական ոլորտն էր, որով ես զբաղված էի 90-91 թվականին մինչև պատերազմի սկիզբը։ Նաև զբաղվել եմ ինչ-որ չափով քաղաքական գործունեությամբ, կուսակցությունությամբ, եղել եմ դաշնակցության անդամ և ականատեսն եմ եղել, թե օրվա անվտանգության մարմինները, ծառայությունները ինչպես են միջամտել տվյալ կուսակցության կազմավորման ընթացքին։ Ինչպես ասեցի, եթե այդ ժամանակ ընդամենը վերահսկողական նվատակով էր միջամտությունը տեղի ունենում, ապա տարիներ անց արդեն նույն ծառայությունների կողմից արդեն մենք ականատես եղանք կուսակցության հետևից ստեղծվեցին հենց այդ ծառայությունների կողմից։ Օրինակ ես հիշում եմ 97 թիվն էր, 98 թիվն էր, այդ օրերին Սերժ Սարգսյանը անվտանգության ծառայության պետն էր, այդ ժամանակ նախարար, 99-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին բոլորը պետք է հիշեն ՕԵԳ-ի ծնունդը, օրինաց երկրի ծնունդը, այդ ժամանակ ես լինելով նաև ինչ-որ չափով խոհանոցի մոտիկ մարդ, դերակ էինք, որ այդ կուսակցությունը Սերժ Սարգսյանն է ստեղծել, այսինքն այդ ժամանակ մի քիչ տարագսում էինք, ինչ-որ չափով նաև ժպտում այդ ամբողջին, որ արդեն ամեն մի նախարար սկսել էր իր կուսակցությունը ստեղծել, այս դեպքում ամեն մի նախարար չկա էլի ասել, որովհետև անվտանգության ծառայության պետը եթե սկսել է ստեղծել, սկսել է զբաղվել այդպիսի գործունեությամբ, բարձր թե մեր երկրի որտեղ էլ գնում։